ինչ ունեցի այդ գործը։ Ինքը ոնց ասեմ, ինքը իսկապես կարուսելի նման, բումերանգի նման, ինքը կյանքի նման անսպասելի բաներ ալի նման ընդհանուր։ Ես չեմ ուզում հիմա պատմեմ, որովհետև եթե պատմեմ ոչ մի իմաստ չունի։ Մենակ դա կարող եմ ասել, որպես այսպես ինչ-որ գայթակղիչ բան, որ քանի որ նպատակը դա է հավանաբար, որ ինքը անընդհատ շատ անսպասելի բաներ է կատարվում, իսկ ինձ համար դա կյանք է, թե կյանք ինչ է, եթե չգիտենք ինչ կլինի, չգիտեմ դուք ոնց, ես ամենը զարմանում եմ, այլ բանի եմ զարմանում, չէ կյանքում ոնց անընդհատ մենք անընդհատ զարմացած բան ենք, այս ներկայացումները զարմանալու այսպես մեջը հատկություններ ունի, հիմա ինչքանով մենք կզարմացնենք որպես դերասան, դա ուրիշ հարց է, հուսանք որ պիտի փորձենք լավ զարմացնենք, բայց ինքը զարմանքի կյանքի օդա է։ Հենց Բոհեմ թատրոնի, հենց Նարեկ Դուրյանի շնորհիվ ես ստացա իմ կյանքի երազանքների առաջին գլխավոր դերը, հերոսուհու դերը, բեմ դուրս գալ ռեժիսոր եւ դերասան Նարեկ Դուրյանի հետ եւ ներկայանալ որպես հերոսուհի, այն էլ նման անկանխատեսելի, բարդ եւ չափազանց հետաքրքիր ներկայացման շրջանակներում ինձ համար շատ պատասխանատու է, ինձ համար շատ պարտավորեցնող է, շատ բարդ է եւ նույնքան հետաքրքիր։ Բեմում իմ հերոսուհին է լինելու, իմ նոր աղջնակն է լինելու, իսկ թե ով է նա, ինչու է նա համարվում այս պիեսի հետաքրքիր եւ անկանխատեսելի փոքրիկ մասնիկը, դրա մասին թող իմանան մեր ներկայացման շրջանակներում, ես շատ մեծ սիրով սպասում եմ մեր սիրելի եւ հավատարիմ հանդիսատեսին։ Esprime con il silenzio il suo senso, portare queste mie valigie.